Կառավարությունը 13 միլիարդ դրամ կհատկացնի հանրապետությունում ընդհանուր առմամբ 58 կիլոմետր երկարությամբ ճանապարհների վերանորոգման, հիմնանորոգման ու միջին նորոգման համար։ Ընդհանուր 58 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը, որից միջպետական նշանակության 1 կիլոմետր է, հանրապետական նշանակության 27, մարզային նշանակության 30 կիլոմետր եւ 3 տրանսպորտային հանգույցներ կան նախագծում ներառված։ Կատարված ու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքները ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց զբոսաշրջության ոլորտում գրանցված հաջողություններին։ Զարմանալի բաներ են տեղի ունենում այս առումով, որովհետեւ 2026 թվականի ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39% աճ ունեցել, 39%, պատկերացնում եք, եւ հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 34% աճ ունեցել։ Ես մի քանի անգամ հարցրել եմ, ճիշտ է, այս թիվը համոզված ենք, որ տենց է։ Էլ չհարցնեմ երևի, որովհետև մի քանի անգամ հարցրել եմ։ Իմ մասնավորապես Instagram-ի եւ TikTok-ի հետևորդ ռուսաստանցիները այդ մեկնաբանություններում բազմաթիվ մարդիկ խոստացել են, որ անպայման այս տարի այցելելու են Հայաստան, փաստորեն իրականացնում են այդ իրանց խոստումը նաեւ իրանք։ Ինչի համար շնորհակալ եմ իհարկե։ Գործադիրի ղեկավարը մտահոգված է Երևանի եւ Գյումրու ոչ բարվոք ճանապարհներով։ Գյումրիի Անի թաղամասում, սենց փոսերի միջով ուղակի երթևեկում ես, Գյումրի ցուցանակը, հենց որտեղ գրած է Գյումրի ցուցանակ, ցուցանակից 3 սանտիմետր այն կողմ սկսում է գերազանց որակի ճանապարհ, այսինքն Գյումրիից դուրս եկար գերազանց որակի ճանապարհը։ Քաղաքային իշխանություններն ըստ Փաշինյանի չեն համագործակցում կառավարության հետ։ Այս տարվանից մենք մեր 500 կիլոմետր ճանապարհների տրամաբանության մեջ Երևանի համար պետք է 50 կիլոմետր ճանապարհ նախատեսենք, այսինքն 500-ի մեջ, որը պետք է ճանապարհային դեպարտամենտը իրականացնի, Երևանի քաղաքապետին էլ ես ասել եմ, որ մենք պետք է այդ տրամաբանությամբ աշխատենք, եւ Գյումրիում էլ իհարկե մենք հիմա մեծ ծրագիր անում ենք Անի թաղամասի համար, այդտեղ էլ պիտի մտածեք, պարոն Խաչատրյան, պարոն Խուդասյան, առաջարկ ներկայացնենք, որովհետեւ մենք չենք կարող տենց ուղակի բան անենք, հետո post factum գնանք այդ իրավիճակը արձանագրենք։ Պիտի լուծումը գտնենք, որ ամեն տարի Գյումրիում էլ որոշակի ներդրումներ անենք, որպեսզի սենց վիճակներ չլինեն։ Հայաստանում ապօրինի գույքի բռնագանձման թեմայի շուրջ քննարկումների ընթացքում Փաշինյանի դիտարկումները նիստի անդամների մոտ ծիծաղ են առաջացնում։ Ասում են, վայ, ես մի հատ ավտոյի մասին վարչապետը գրել է։ Գրել են, որովհետև ասել ենք հատիկ, կարող է պարզվի 2 զույգ կոշիկ ենք վերցրել, որովհետև հատիկ, այո, եւ առանձնատունը եւ կոկորդինոսի կաշվից պատրաստված կոշիկի հետևից մենք գնալու ենք։ Հարցը այդ չի եւ իմիջիալոց էլ եմ ասում, մեզ նույն քաղաքական դաշտում մեզ շատ քննադատում են, ասում են, որ այ ապօրինի գույքով ինչ խոստացել էին, չարեցին կամ պատշաճ չափով չարեցին, բայց մենք միակ քաղաքական ուժն ենք, որի ծրագրում դա կա եւ շարունակում է մնալ։ Ոչ մեկ չի ասում իրանք լավ չեն բռնագանձել, մենք կգանք ավելի լավ կբռնագանձեն։ Ասում են, այ տեսեք իրանք չեն բռնագանձել եւ վերջակետ։ Բարև ձեզ հարգելի լրագրողներ։ Կառավարության նիստից անմիջապես հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին։ Փաշինյանի դիտարկմամբ պատերազմի եռագլուխ կուսակցությունների առաջնորդներն ընդհանրապես բարեգործությամբ չեն զբաղվել։ Այդ մարդիկ ում բարեգործներ եք անվանում, ներառյալ պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներին։ Այդ մարդիկ ինչքան այսպես չակերտավոր բարեգործություն է, այդ բարեգործությունը ծխածածկույթ է եղել Հայաստանի Հանրապետությունից գողանալու համար։ Բայց այսօր կառավարության նիստը տեսակ, ապօրինի գույքի բռնագանձման պրոցեսով վճռաբեկ դատանի որոշմամբ արդեն պատերազմի եռագլուխ կուսակցության անդամներից մեկի ընտանիքի անդամի առանձնատունը այլևս պետական սեփականություն է եւ առաջիկայում կդառնա կամ չգիտեմ ծերերի խնամքի կենտրոն կամ որևէ այլ բան։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանին Փաշինյանը նշեց. Ինչ վերաբերվում է Կալուգային, մարդը որտեղ գործունեություն է ծավալել եւ իր հիմնական գոյություն ունի տնտեսության մեջ հետաքրքրությունների հիմնական կենտրոն։ Այդ մարդու հետաքրքրությունների կենտրոնը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է։ Fake news-ից պրծանք, հիմա էլ fake տեխնացուների ձեռն ենք ընկնելու։
Այդ մարդը fake տեխնացու է, fake տեխնացու։ Ասենք ինքը հիբրիդային fake տեխնացու է։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում Հայաստանի Հանրապետությունում, հիմա էլ հիբրիդային fake տեխնացու են բերել Հայաստանի Հանրապետությունում բանանելու համար, օգտագործելու համար։ Չի կարող լինել։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ էլ վարչապետի տեխնացու։ Ինքը չի կարող լինել տեխնացու։ Չի կարող լինել տեխնացու։ Այսինքն այդ մարդը պատահական անցորդ է, որը հայտարարում է, որ ինքը ինչի տեխնացու է։ Ասենք այն մյուսները, ովքեր կենտրոնական դրական հանձնաժողովում գրանցված են որպես պատգամավորի տեխնացու, իրանք վարչապետի տեխնացու կարա ցանկացած մեկը լինի, որովհետև վարչապետի տեխնացուի համար պարտադիր է պատգամավորի տեխնացուին առաջադրվող վավերապայմանները։ Եթե որևէ մեկը չի կարող լինել պատգամավորի տեխնացու, ինքը չի կարող լինել նաև վարչապետի տեխնացու։ Անպատասխանատու իրավապահները համակարգից կհեռացվեն, որոշներն արդեն իսկ ազատվել են աշխատանքից։ Փաշինյանը խոսել է Վեդիում կատարված մանկապղծության դեպքի մասին։ Դեպքերը ընթացք են ստացել օպերատիվ մարմինների կատարած աշխատանքի արդյունքում։ Եթե օպերատիվ մարմինները աշխատանքը չկատարեին իրանց, դուք այդ դեպքերի մասին չէիք իմանա, ինչպես չգիտեիք նախկինում։ Եվ մնացած ընթացքը իրավական կապահովի, բայց ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձնում։ Ես ուզում եմ հիշել, երբ որ 2018-19 թվականներին կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել եւ մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար, այդ նույն լրատվամիջոցները աղմուկ աղաղակ էին անում, ասում են, «Էս ինչ եք անում, մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում, էս եք անում, այն եք անում եւ այլն եւ այլն»։ Ես ուզում եմ դա հիշեցնել եւ ուզում եմ հիշեցնել, որ այս նման դեպքերի պատասխանատուն նաեւ այն մարդիկ են, ովքեր այդ քաղաքացիական հասարակության եւ կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին եւ դեմոնիզացվում են, թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության եւ կրթական աստիճանը բարձրացնել։ Փաշինյանը համամիտ չէ այն կարծիքին, թե Վլադիմիր Զելենսկու այցը Երևան ընկալվել է որպես հակառուսական քայլ, քանի որ Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Դուք գիտեք, որ թե Ալմաթայի հռչակագիր ինչ կարևոր եւ սկզբունքային նշանակություն ունի մեզ համար եւ մենք հենվում ենք Ալմաթայի հռչակագրի վրա եւ այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ինչ էական քայլ է արել Հայաստանի համար, Փաշինյանը պարզաբանում է։ Մայիսի 28-ին կտեսնեք ինչ է արել։ Ինչի պատմեմ։ Ցույց կտամ։ Մայիսի 28-ին հույս ունեմ Երևանում կլինեք, տեղ գնացած չկլինի, տեսախցիկները փչացած չեն լինի, հոսանքը անջատված չի լինի, ուրիշ տեղ կարևոր գործեր չեք ունենա։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հրաժարվեց մեկնաբանել Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե վարչապետը 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է ներկրել Չինաստանից ու ամեն օր ուտում է։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։